Նախ հարգելի գործընկերներ, մենք ներկայացրեցինք 2026 թվականի հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմում։ Նշված դիմումի շրջանակներում ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախքան քվեարկության օրը, ինչպես նաև քվեարկության օրը ևս։ Մենք հատկապես նաև շեշտադրել ենք այն բոլոր ռեպրեսիվ գործողությունները, որոնք տեղի են ունեցել, վարչական ռեսուրսի չարաշահումները, ատելության խոսքը ևս։ Ուզում եմ մի կարևոր հանգամանք բացահայտեմ ձեզ, որ այս ժամանակահատվածում հատուկ առանձին անդրադարձ չենք կատարում։ Մեր կողմից ներկայացվել էր մի քանի դիմումներ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե ատելության խոսքի վերաբերյալ, թե վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ։ Մենք դրանց հետ կապված ստացել էինք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի կողմից անգործությունը, մի կողմից մերժումը։ Դրանք բոլորը բողոքարկվել էին վարչական դատարան եւ մենք ունենք նաեւ վարչական դատարանի վճիռներ, որոնցով այս խնդիրները արձանագրված են։ Այսինքն սա ոչ միայն մեր կողմից գնահատողական դատողություններն են, այլ սա նաեւ դատական ակտերով հստակ արձանագրված հանգամանքներ են։ Վերաքվեարկության անհրաժեշտության վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու դիմումը քննարկելու ընթացքում պարտավոր է նաև անդրադարձ կատարի վերաքվեարկության հանգամանքին, որը նաև մենք ներկայացրել ենք մեր կողմից մուտքագրված այլևս դիմումի շրջանակներում։ Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են։ Եթե անվավեր ճանաչված այդ ընտրական տեղամասերի արդյունքները ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա պարտադիր է այդտեղ վերաքվեարկության հանգամանքը։ Պարտավոր է կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշվածը կազմակերպել։ Ասեմ ավելին, այստեղ մեծ հարց է, արդյոք միայն այդ երկու ընտրական տեղամասերում, թե մի շարք այլ ընտրական տեղամասերում ևս։ Մեր կողմից ներկայացված ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու հիմքերի մեջ է նաև մի շատ կարևոր հանգամանք։ Հարգելի գործընկերներ, ընտրություններին մասնակցած մեր հայրենակիցներից 100,000-ի ձայները 100,000 կլորացնում եմ գործընկերներ, ձայները ոչ թե անձնագրի պատշաճ կերպով աշխատանքի արդյունքում են ձևավորվել, այլ մասնագետի կողմից մուտքագրման եղանակով լրացնելու։ Սա արդյոք խնդիր է։ Այո, որովհետև կարգը այնպիսին է, որ անձնագիրը պետք է համապատասխան վերիֆիկացումը անցնելու պայմաններում պատշաճ լինի։ Եթե պատշաճ չի լինում, սա խնդիր է, թե ոչ, այո, խնդիր է։ Ծավալն էլ կազմում է շուրջ 100,000, որից 16-ից 17,000-ը այսպես կոչված, նաև հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովից էր այդ դիրքորոշումը, գաղտնի ցուցակներ կոչվածը, այսինքն զինծառայողների կողմից քվեարկություն։ Արդյոք այս վիճակագրական տվյալը ևս էական նշանակություն ունի, միանշանակ։ Կներեք ավարտեմ, 17,000 քվեաթերթիկ շուրջ անվավեր է ճանաչվել։ Կարող եմ ասել, թե ինչն է դրա պատճառը։ 2026 թվականի ապրիլ ամսին, երբ 24-ժամյա ռեժիմով ամեն կերպ փորձեցին զրկել ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին Սամվել Կարապետյանի անունը եւ ազգանունը օգտագործելու հնարավորությունից, մեկ այլ փոփոխություն ևս արեցին, որը վերաբերում էր հենց անվավեր ճանաչելու, այսպես ասած, կառուցակարգին։ Դրա հետևանքը մենք տեսանք։ Հենց դրա համար է նույն Վենետիկի հանձնաժողովը այդքան միշտ պնդում, որ ընտրություններից շաբաթներ առաջ չի կարելի նման գործողություն անել։ Արեցին, հետևանքը 17,000 անվավեր քվեաթերթիկ։ Ես գիտեք, դրան հեսա կանդրադառնանք, թե ինչ աստիճան տեխնիկական նաև հարցերն են, բայց փաստը նա է, որ նախորդող բոլոր ընտրություններին 4-ից 5,000 անվավեր քվեաթերթիկը այլևս վերածվել է 17,000-ի։ Մյուս հանգամանքը ՆԳՆ-ի ոստիկանության ծառայողների կողմից շուրջ 5,000 մեր հայրենակիցների դիմումները ընտրական տեղամասի փոփոխության վերաբերյալ մերժվել են։ Այս թվերի համակցությունը, որ հիմա դուք բոլորը դիտարկեք այն մթնոլորտի, այն չարամիտ մթնոլորտի պայմաններում, որտեղ նույնիսկ ԵԱԿ ժմիգի կողմից արձանագրվում է, որ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր եղել են, որ տարբերակված մոտեցում, ռեպրեսիվ քրեական հետապնդումներ եղել են, այս ամենի հետ մեկտեղ դուք պարզապես այլ հետևության, քան որ այս ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, դուք այլ հետևության չեք կա։
Կարծում եմ իշխանական ցանկացած ներկայացուցիչ այլ տարբերակ քան նման կարծիք հայտնելու չունի, որովհետև վերջիններիս միակ մոլուցքը դա իշխանություն մնալն է։ Բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց դիրքորոշումը արտահայտել են, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հաղթել այս ընտրություններում։ Իդեպ կներեք սա էլ արձանագրեմ։ Դուք գիտեք, սիրելի հայրենակիցներ, որ միջազգային փորձում առավել քան տարածված է, որ ընտրությունների արդյունքները ամփոփվում են, երբ որևէ մի ուժ ստանում է ընտրելու իրավունք ունեցող անձանց, ներկայացուցիչների, իշխանության կրողների 50%-ից ավելի ձայն։ Հիմա օրինակ եվրոպական երկրների ներկայացուցիչներ, որոնք այս ժամանակահատվածում ես նկատել եմ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինձ շատ հետաքրքիր կլիներ դրա մանրամասները իմանալ։ Այսինքն այնտեղ խոսում են, ասում են, դե դուք 49% ես հավաքել, բայց ձայների փոշիացում կա, դրա հաշվին շնորհավորում եմ, որ ընտրվել ես։ Հասկանում եք, սա ամենը խոսում է նրա մասին, որ հայ հասարակությունը իր գնահատականը տվել է եւ նաեւ շատ հստակ էլ արձանագրեմ, մեր դիրքորոշումը հետեւյալն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված թվերի տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Վարդանյան հարցեր տանք էլի։ ԿՊ-ի Այս ինչ ժամկետում պիտի չհաղթանակի դեմ իրականացնելու ենք բոլոր միջոցները, դրանցից մեկը առնվազն այսօր իրականացրեցին։ Իհարկե իրավական։ Անվավեր ճանաչված ընտրատեղամասերի Ինչպես? ժամկետներում պետք է քննի կա։ Դիմումը քննվելու է առաջիկա կիրակի օրը, երբ ընտրության արդյունքների ամփոփումը տեղի կունենա։ Դրանից առաջ, ամփոփումից առաջ։ Այո, բայց նույն օրը։ Այդ երկու տեղամասերը, որտեղ որ անվավեր ճանաչվեց, դրանցից մեկում դուք եք հենց դիմել, ճիշտ է վերահաշվարկի համար։ 35-65-ի մասին է խոսքը, այդտեղ նաև վստահված անձանցից, հենց ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանցից մեկը արձանագրում դրա վերաբերյալ կատարել էր։ Պահանջ վերահաշվարկի եւ ստացվում է, որ ԿՀ-ն իրականացրել է ձեր այդ պահանջը, ճիշտ է։ Մեր կողմից ներկայացված պահանջը չի վերաբերում տեխնիկական, պարզապես անվավեր ճանաչելու։ Եթե նշված մեր կողմից խնդիրներ արձանագրվի, իդեպ մենք առանձին դիմում անվավեր ճանաչելու պահանջով չենք ներկայացրել։ Իդեպ իմ գործընկերը Տիկին Մելոյանը մեկ այլ ընտրատեղամասի վերաբերյալ է հենց նման պահանջ ներկայացրել, որի վերաբերյալ մինչ օրս ընթացք չկա։ Կարող եմ հարցնել, ինչի է այդ տարբերակված մոտեցումը։ Կարող եմ հարցնել, որ իրականում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկը կատարելու շրջանակներում նկատել է, թե արդեն որոշակի ինչ պատկեր է փոփոխվում ընտրական գործընթացի դասավորվածության տեսանկյունից, թիրախավորելով կոնկրետ մեկ քաղաքական ուժի, ամեն կերպ փորձելով, որ վերջիններս չհաղթահարեն անցողիկ շեմը, նման որոշում կայացրեց։ Իդեպ կարող եմ ասել, որ կրկին, եթե օրինակ Տիկին Մելոյանի կողմից ներկայացված դիմումը քննության առարկա դառնար, այն որևէ ընտրական գործընթացի վրա ազդեցություն էական չեր ունենա, այլ արդ ԿՊ-ի ձայների վրա ազդեցություն կունենար։ Բայց իրենք հենց միգուցե նաև դրանով են կաշկանդված, ինչև է։ Սպասելիքներն ինչպեսին են։ Նշված երկու ընտրատեղամասերում հանրագումարով, եթե ասեմ, երկու ընտրատեղամասերը, որոնք անվավեր են ճանաչվել, 500-ից ավելի ձայն ստացել է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, եւ կարող եմ նաև այս հանգամանքն էլ բացահայտել, ինչպես իմ գործընկերները նշել էին, ինչպես նաև հենց Նարեկը Կարապետյանն նշել էր, մեր կողմից հետևողականություն ցուցաբերվելու է մեր յուրաքանչյուր քվեի վերաբերյալ, եւ եթե մենք կտեսնենք, որ վերաքվեարկության հետ կապված որևէ մի նոր ապօրինություն նաև այդ տեսանկյունից է մշակվում, մենք նաև իրավական որոշակի գործիքակազմ այդ մասով էլ ունենք։ Հիմա բոլոր խաղաքարտերը չբացեմ, բայց բոլոր դեպքերում Նաև հայտնել էր, որ եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցնում է խորհրդարան, օրինակ կարևոր պաշտոնների որոշման դեպքում ընդդիմությունը իր ձայնը ասելու է եւ այդտեղ օրինակ դատախազ եւ այլ պաշտոններ կարող է ԿՊ-ն իր առաջարկած անձին չնշանակել։ Այս մասով իշխող ուժից էլ ասում են, դե հիմա օրինակ Աննա Վարդապետյանն էլ կմնա հավեր ժամանակավոր պաշտոնակատար։ Դատավորները կլինեն ժամանակավոր պաշտոնակատար, չի լինի, չի լինի։ Գիտեք, ձեր նկարագրածը ամբողջությամբ հենց իդեպ դա հենց ամբողջությամբ տեղավորվում է ժողովրդավարության սկզբունքի նկատմամբ ծաղրի տիրույթում։ Եթե դա է այն իրավական մշակույթը, որը պետք է Հայաստանում ձևավորվի, դրա դեմ էլ որոշակի գործողություններ կան։ Իդեպ հենց համանadrական։ Այն մասով, որ Հանրապետություն կուսակցությունը դիմել էր ԿՀ, որպեսզի ձեր գրանցումը անվավեր ճանաչեն։ Եթե դուք դիմեք ՍԴ, մտավախություն չունեք, որ կարող է իրականում այդ Հանրապետության կուսակցության դիմումը իրագործվի, այսինքն ձեր մասնակցությունը անվավեր ճանաչի։ Այսինքն այն մամուլի քաղվածքները, մամուլի հրապարակումների քաղվածներից պետքա մտահոգվենք
հա, ձեր պատկերացմամբ։ Ավելին ասեմ, ես խոստացել եի, որ ձեր մի հարցին պետք է անդրադառնայի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը արձագանքելով իմ կողմից ներկայացված դիմումին, որ անմեղության կանխավարկածը սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության, որը դեռ չի փոխվել, էլի, այդ սահմանադրության մեջ անմեղության կանխավարկածը գրված է, հստակ երաշխավորել է, որ անմեղության կանխավարկածը պետք է հարգվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ելնելով իմ կողմից ներկայացված դիմումից եւ այն արհեստական շարժումներից, որոնք տեղի էին ունենում ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի վերաբերյալ, երբ ինչ-որ օրինակ ձայնագրություն էին հրապարակում, որտեղ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք բառը անգամ չի հիշատակվում, բայց վերագրում էին այդ ձայնագրությունը ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին, ԿՀ նախագահը խնդրել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից այլևս ձայնագրություններ հրապարակելու շրջանակներում որևէ կերպ չհիշատակվի ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, իսկ այլ կուսակցության, օրինակ քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ, որ ի վերջո մի հատ գոնե այտենց հրապարակում լիներ, ԿՊ-ի անունն էլ չհիշատակվեր։ Այդ գրության վերաբերյալ ԿՀ-ի կողմից ուղարկելու պայմաններում հակակոռուպցիոն կոմիտեն ամբողջությամբ անտեսել է, դրանով սեմացնելով այս կառույցի դերը։ Ընդդիմադիր որոշ շրջանակներ ասում են, որ այդ գործընթացները, որոնք իրականացնում են, խորհրդարան անցած եւ որոշակիորեն դեռ բարձ չդարձած ուժերը լավ են, բայց բավարար չեն եւ պետք է զուգահեռ փողոց գեներացվի, որպեսզի ճնշում լինի եւ այլն։ Հիմա փաստորեն իրավական մի հանգամանք էլ բացահայտեմ ձեզ, որ հնարավոր է հասնել հաջողության։ Մի հանգամանք բացահայտեմ ձեզ, իրավական նոր կբացահայտեք հաշվի առնելով այն հանգամանքները, որ նաև եւ ձեր կողմից եւ ընդդիմադիր մյուս ուժերի կողմից հնչում է տեսակետներ, որ իրավական բեսպրիդել է տեղի ունենում երկրում բոլոր առումներով։ Եվ հիմա իրավական բեսպրիդելի դեմ իրավական ճանապարհով պայքարելը արդյոք ժամանակի անիմաստ վատնում չի։ Ուրա փողոցը։ Ես իդեպ ձեր հարցը արդեն էի կռահել, բավականին լավ հարցադրումը տվեցիք, սիրով լսեցի ձեզ։ Առաջինը, արդյոք իրավական բեսպրեդել կամ ամենաթողություն արկա է թե ոչ։ Իհարկե արկա է։ Դա տեսնում ենք, կարելի ասել ամեն օր։ Ի վերջո ԿՀ-ի կողմից երեկվա գործողությունները եւս այդ տրամաբանության ներքո էին։ Արդյոք դրա դեմ իրավական որևէ մի գործողությունը արդյունավետություն չի ունենալու։ Ավելի հավանական է, որ դա ճիշտ կանխատեսում է։ Արդյոք դա նշանակում է, որ պետք է այն չիրացնել, չէ, այն պետք է իրացնել։ Արդյոք դա միայն իրացնելը բավարար կլինի, չեմ կարծում։ Այն, որ ընտրական գործընթացը մշտապես հանդիսանում է իրավակ քաղաքական գործընթաց, եւ այդ իմաստով պարզապես հենվել է իրավական գործընթացի վրա, արդյունավետ չի կարող լինել, դա կարծում եմ իսկապես տեղին դիտարկում է։ Այն, որ պետք է լինի նաև որոշակիորեն քաղաքական զուգահեռ գործընթաց, կարծում եմ առավել քան ողջամիտ է, կներեք ավարտեմ։ Եվ կարծում եմ նաև այսօր հնարավորություն կունենաք լսելու ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նաև դիրքորոշումը, ով հիշեցման կարգով արդեն 1 տարի է, ինչ գտնվում է կալանքի պայմաններում եւ այդ պայմաններում էլ մենք ընտրություններ ենք ունեցել։ Պարոն Ծառուկյանը քիչ առաջ հայտարարություն է արել, ասելով, որ սկսում են քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ միասնական օրակարգի եւ քայլերի մշակման համար։ Դուք համաձայն եք, որ պետք է միասնական օրակարգ մշակեք ԿՀԿ-ի հետ եւ միասնական քայլեր։ Կարծում եմ առաջիկայում կլինեն նաև քաղաքական հստակ հայտարարություններ նշված հարցի վերաբերյալ։ Ես կցանկանամ հիմա եւս առիթը օգտագործելով արձանագրել մեկ հանգամանք։ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հաղթել այդ ընտրություններում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն տվել իրենց այն վստահության քվեն, որը իրենք պատկերացնում էին, որ պետք է ստանային։ Միաժամանակ էլ ասեմ ավելին, այն ինչքան ձայնը ստացել են միջազգային փորձում մի շարք երկրներում բավարար է լինելու արձանագրելու համար միայն մեկ հանգամանք, որ պետք է տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլ, բայց մյուս հանգամանքն էլ եմ ուզում նշել, որ այն արտահայտությունը, որը իրեն թույլ է տվել Նիկոլ Փաշինյանը երեկ, դա մեղմ ասած խայտառակություն է։ Երբ քաղաքական հակառակորդ հանդիսացող ուժերը ստանում են այդ աստիճան մեծ ծավալի ձայներ, որը կես միլիոնից ավելի ձայն է հանդիսանում, այդ ընտրողների նկատմամբ պետք է դրսևորես բացառապես հարգանք։ Մեր կողմից նույն իրենց ձայն տված մեր հայրենակիցների վերաբերյալ որևէ մի բացասական գնահատական որևէ մի իրավիճակում չի տրվել եւ չի տրվելու։
Այլ հարց, որ նվազագույն հարգանք չունենալ քո իսկ հայրենակիցների նկատմամբ մի հատ էլ զրպարտել իրենց, վիրավորել իրենց, ընդհանրապես մենք պետք է ունենանք բարեվարքության կանոններ, որը դե իհարկե այս իշխանություններից երբեք հնարավոր չէ ակնկալել։ Եթե 50, եթե այդ 700,000-ից ավելի ձայնի հետ կապված, ես ձեզ մեկ անգամ եւս էլ պնդումս կկատարեմ 100,000-ից ավելի ձայների հետ կապված, ինձ տվեք սպառիչ պատասխաններ։ Օրինակ, ինչի համար է ստացվում, որ այդ աստիճան շատ մենք ունենում ենք անվավեր քվեաթերթիկներ, որի պատճառահետևանքային կապը տեսնում ենք։ Ինչի 80,000-ի շուրջ 80,000 մեր հայրենակիցների անձնագրերը չեն աշխատում։ Համառորեն տենց կարելի ասել վճռականորեն այդ խնդիրը առկա է լինում։ Ինչով է այս ամենը պայմանավորված։ Հիմա կներեք, եթե այս իմ ասած պնդումները որոշակիորեն հաստատված լինեին, նույնիսկ իրենց ձայների փոշիացման շնորհիվ կառավարություն ձևավորելու իբրև հնարավորությունն էլ առկա չէր լինելու։ Կներեք, հարգելի գործընկերներ, մեկ հարցել ընտրությունների ժամանակ բազմաթիվ կառուցելի հետքեր արձանագրվեցին։ Դուք ձեր դիմում այդ հաստ արձանագրել եք։ Ոչ թե նման ձևակերպում ենք արձանագրել, մենք արձանագրել ենք ընտրական տեղամասերում այն ակնհայտ խախտման դեպքերը, նույնիսկ դուք տեսել եք ոնց է քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները ֆիզիկական ներգործություն են իրացնում։ Ասենք մենք տեսել ենք, որ ընտրատեղամասերից մեկից եկել են ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձի ֆիզիկական ուժ գործադրելով ձերբակալել են, հաջորդ օրը ազատ են արձակել։ Հիմա դուք ինձ կասեք այդ ընտրատեղամասում ձայները ինչ պետք է լինեին։ Լավ, ի վերջո Արարատի մարզում։ Պարոն Վարդգևյան, ասում եք այդ ձայնագրություններում ուժեղ Հայաստանի անուն չի հնչում, բայց բազմաթիվ կուսակցականների անուն են հնչում։ Հիմա կներեք, էլի, օրինակ Ղազենյան Դավիթի վերաբերյալ ձայնագրությունը դուք լսել եք։ Հիմա ստացվում է օրինակ ներողություն, էլի։ Հիմա եթե մեր երկու գործընկերները իրար հետ խոսալուց ձեր անունը տան, հիմա պետք է արդեն դրա համար գանձես մեղադրանք առաջադրեն։ Հիմա օրինակ, եթե մի ձայնագրություն հրապարակվի, որտեղ Նիկոլ Փաշինյանի անունն են տալի, ասում են օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ չգիտեմ մեկ այլ անձ, այսինչ գործողություններն է անում, մենք էլ լսանք, բան սենց եւ այլն, հիմա պետք է գնան մեղադրանք առաջադրեն։ Իդեպ Դանիել Իոնիսյանը հետ դրվագին արադարձել է, որ հանդիպել է հակակոռուպցիոն կոմիտե, նշում է ԿՀ-ն ուզում էր հանրությունը չիմանա, թե որ ուժերի համար է ընտրակաշառք բաժանվում եւ նշել է նաեւ, որ ԿՀ-ն կամ պետք է արմատապես փոխվի կամ էլ դադարի գոյություն ունենալ։ Պատկերացնում եք ուրեմն ինչ աստիճան ճիշտ գործողություն է արել նույնիսկ ԿՊ հիմնադիր ժամանակին հանդես եկած Վահագն Հովակիմյանը, որ Դանիել Իոնիսյանը այդ աստիճան զայրացել է։ Ու պատկերացնում եք, մենք խոսում ենք իրավապաշտպանի մասին, ով պետք է անաչառ դիրքերից հանդես գա, ու որ թեմայի շուրջ է այսպիսի գնահատական տալի։ Նման գնահատական նույն անձը չի տալիս օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքը տարածվում է ամբողջ հանրապետությունով եւ ԿՀ-ն պատասխանատվության միջոց չի կիրառում եւ մենք ստիպված վարչական դատարան ենք դիմում։ Բայց ինչա որ Վահագն Հովակիմյանի կողմից պատշաճ մի հազվադեպ դեպքեր միշտ էլ լինում են։ Գրություն է հասցեագրվել, պահանջ է հասցեագրվել, դա մեծ մի զայրույթ է առաջացրել։ Իդեպ ես առաջարկում եմ նշված իրավապաշտպանին թող այ հենց հիմա իր գործողությունները սկսի, ընտրության արդյունքներն անվավեր կճանաչվեն։ Ամենաշատը ինչն է ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, վարչական ռեսուրսը, ինչ է ամենակարևոր գործոնը։ Շատ լավ, միաժամանակյա մի քանի գործոն։ Վարչական ռեսուրսի չարաշահում, քրեական հետապնդումները եւ քրեադատավարական գործիքակազմը որպես զենք օգտագործել է եւ միջամտել է դրանով ընտրական գործընթացին, երբ որ պատկերացնեք բազմաթիվ անձանց նկատմամբ կիրառվել են ամենաինտենսիվ խափանման միջոցների, միջնորդությունների ներկայացումը եւ այլն, դրանց մի մեծ մասն էլ մերժվել է, բայց բացասական հետևանքը մնացել է։ Մարդկանց մեջ վախի մթնոլորտի տոտալ տարածումը եւ իհարկե նաեւ քվեարկության օրը տեղի ունեցած մի շարք խնդիրները։ Ես այսպես կարձանագրեի, որ այս բոլորը միաժամանակյա իրենց առկայություն ունեն։ Իսկ վարչական ռեսուրսի չարաշահման մեջ խնդրում եմ դիտարկել նաեւ որ օրինակ 2026 թվականի փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում Հայաստանում նույն անձինք, որոնք մասնակցել են որպես падգամավորի տեխնացու ընտրություններին, իրականացնում են կենսաթոշակային բարեփոխում,
ապրիլ ամսին, որը իրենց ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործել են։ Ողջ քարոզարշավի ընթացքում, եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանը հարցնում էր մարդկանց. «Բա լավ է, չէ՞ որ կենսաթոշակը բարձրացել է»։ Եթե սա ընտրակաշառքը չի, այլ ձևով իրացվող, իդեպ նաև հենց նույն ընտրակաշառքի հետ կապված, եթե մեր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների անկախության երաշխիքները լինեին բարձր, կարծում եմ ձայնագրությունները կլինեին լրիվ այլ ուժերի վերաբերյալ։ Շնորհակալ եմ գործընկերներ։